Ռուսաստանը գաղտնիք չէ, որ օր առ օր քայքայվում ու կործանվում է եւ գնում է անխուսափելի կործանման։ Այդ ժամանակին իրենք էլ շատ խոստովանեցին, այն Վասերման կա դեպուտատ, ինքը պարզ տեքստով հայտարարեց, որ եթե սովետական միությունը չվերականգնվի, Ռուսաստանը պարտադիր պետք է կործանվի։ Հիմա միացրած է դրանց կործանման ժամացույցը, բայց իրանք շատ խանդով նայում են Հայաստանին եւ տեսնում են, որ այս վերջին հատկապես 5-6-7 տարիներին Հայաստանը երբ սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն, ինքնուրույն դիվանագիտություն, իր կանոններով, իր մոտեցումներով, իր տրամաբանությամբ, ուրեմն եւ իր պատասխանատվությամբ, բավականին Հայաստանի վիճակը անհամեմատելի է Ռուսաստանի վիճակի հետ։ Ընդդեղից նույնիսկ քաղաքացիներ, որ գալիս են Հայաստան, զարմանում են, կարծում են, թե դժոխքից ընկել են դրախտ։ Դե անվտանգ երկիր է, ուրեմն ինտերնետը, ոնց որ Փաշինյանն ասեց, փակված չէ, մարդկանց խոսքի մեսենջերները լրիվ ազատ են, ուզում ես ինչքան ուզում ես, մարդիկ ազատ խոսում են, ազատ ցույցեր են անում եւ այլն, սա շատ մեծ խանդ առաջ բերեց Ռուսաստանին։ Այն որ ասում վիրավոր գազանը վերջում ուզում է մի հատ ճանգռի մեզ էլի։ Քանզի ես հələ դպրոցական տարիներից միշտ այս բանը իմ մեջ տպավորվել է, որ ռուսները անհիշելի ժամանակներից էթնիկ քաղաքակրթական բարդույթ ունեն հայ ժողովրդի նկատմամբ։ Այո։ Եվ եթե հիմա ամբողջ աշխարհը ընդունի, որ հայ ազգը աշխարհում առաջի քաղաքակրթության, շումերական քաղաքակրթության շարունակողն է, ռուսները չեն ընդունի։ Ռուսները չեն ընդունի։ Մինչև անգամ այդ սովետական դասագրքերում ուրեմն գրվում էր, որ հայերը երբեք էլ ուրարտական թագավորության ժառանգորդները չեն։ Տարբեր բաներ։ Այվազովսկին, որ մենք ասում ենք հայ է, չէ, իրանք ասում են ոչ մի հայ, նա ռուս է։ Այսպիսի բաներ ունեն, եւ բացի այդ բարդույթից ռուսները նաեւ տես ինչ զարմանալի մի բարդույթ ունեն։ Նրանք հենց հայտնվեցին Անդրկովկասում, Գրիբայևոյեդովի բանի ժամանակներից սկսած։ Այդ օրվանից ուրեմն որոշեցին, որ հայերը պետություն չպետք է ունենան։ Ինչ պետություն, ինչ պետականություն։ Եվ բացի այսօր էլ, որտեղ իրանք մտածում են, այդ տարածքը մերն է, ձերը չի։ Իրանք չեն համակերպվում, որ այդ տարածքը մերն է։ Հիմա նույնիսկ 100 տարի, 100 եւ ավելի տարի առաջ 21 թվին Ալեքսանդրոպոլում, որ պայմանագիր կապեցին, այդ 60,000 կիլոմետրը թուրքերի հետ բաժանեցին երկու մասի։ 30,000-ը թուրքերին, 30,000-ը ռուսներին։ Կարսի պայմանագիր մասի։ Այո, չէ, Մոսկվայի պայմանագիրը։ Մոսկվա եւ Կարս։ Մոսկվա եւ Կարս։ Այդ 60,000 կիլոմետրը թուրքերի հետ հավասար բաժանեցին։ Հիմա իրանք չեն համակերպվում, որ այն մնացած այդ կեսը 30,000-ը հայերինն է։ Ոնց թե հայերին ոչ մի բան չպետք է ասնի։ Եվ անընդհատ նույնիսկ հիշում եք, հիմա բաց տեքստով են ասում, ոչ թե անուղղակի։ Հələ Պուտինը շատ բաներ էր, բաց տեքստով չի ասում։ Բայց ասեք Սալավյովը, Դուգինը, որոնք Կրեմլի անմիջական խոսափողներն են։ Դուգինը բաց տեքստով ասեց, որ հայերը պետք է լինեն Ռուսաստանի ծայրագավառ։ Ինչ պետություն, մոռացեք դե սուվերենությունը հակասում է մեր շահերին։ Եվ այս շովունիստ ազգը, այս մեծապետական կայսերապաշտական ազգը, ուրեմն փոխանակ իր ներքին խնդիրները կարգավորի։ Հələ տեսեք, ուկրաինացիներին համարում են իրանք իրաց եղբայրը, չէ՞։ Կրոնը ընդունել են Կիևում։ Հա, բայց մյուս կողմից էլ ասում են տենց ազգ չկա։ Ուկրաինան եղել է իրանց մայրաքաղաքը, չէ՞։ Հիմա իրանք ժամանակին ասում են մենք Կիևյանը Ռուսիա, բայց հիմա դրել են իրանց եղբայրներին, ուրեմն ավիրում են ամբողջ երկիրը, հոշոտում են ժողովրդին իրանց եղբայրներին։ Եթե քո եղբայրը քո հետ չի ուզում ապրել, մենք ինչի վրա ինչ ես ուզում մեզանից, անցայլացիչ տարածքներ ունես, ինչ ես ուզում, գնա քո հետ բանը Սիբիրներն ու Ալթայները մշակի, բայց ռուսը անդրտվելի է, հայերից չի,
Պատահական չէր Սալավիոնն ասեց Վենեսուելան էլ կորցնենք, Ուկրաինան էլ լրիվ կորցնենք, մեր համար այդքան մեծ կորուստ չի, ինչքան Հայաստանի կորուստը։ Եվ հիմա տես ինչ է կատարվում։ Ինչ իրանք հիմա մեր դեմ ոնց որ իրանք իրար դեմ են կռվում, չէ, ռուսը ռուսի դեմ, ինքը նույն ծրագիրը կազմել է, որ հայը հայի դեմ կռվի։ Հա, տարավ այնտեղ այդ բաներին, այդ խոպանչիներին այնտեղ հարստացրեց, հա, պատահական չտարավ։ Հիմա դրանց պահը եկել է, պետք է օգտագործի այս մյուս հատվածի դեմ, ոնց որ ժամանակին Ղարաբաղի բանն էր, Ղարաբաղի գործողությունն էր աշխատացնում։ Ինքը միշտ աշխատում էր Ղարաբաղը հանի Հայաստանի դեմ։ Այո։ Հիմա այդ հատվածին է ուզում հանի մեր դեմ։ Հենց 3 չէ, 3 թե մյուս օրը որ վարչապետը Մոսկվայի 3 չէ։ Ուրեմն այս ժողովրդի մեծամասնության կողմից առանց կեղծիքների ընտրված Հայաստանի վարչապետը անկախ նրանից սիրում է, չէ սիրում, պատում է։ Կարելի է տարբեր ձևի վերաբերել։ Պետականությունն է ներկայացնում, պետությունը չէ, գնում այնտեղ։ Ուրեմն մի խումբ բաշի բոզուկներ, ուրեմն ցույց են կազմակերպում։ Նկար վառողներ։ Այո, նկար վառողներ, այն պայմաններում, եթե այսօր Մոսկվայում ինչ որ մի սովորական քաղաքացի, ինչ որ պաստատ պարզի վրան գրած լինի, ես խաղաղություն եմ ուզում, Չէ, մաքուր սպիտակ թուղթը ձեռին կանգնել 5-10 տարի։ Հա։ Բա այս խումբը որ ելել է դրանք մի 100-ից ավել կային։ Դրանց ով է թույլ տվել։ Լրտեսները, ռուսական լրտեսները, որոնց մեկը եկեղեցու բանն է։ Ինչն է, հոգևոր հովիվ են ասում, զիբիլ են ասում։ Չէ՞։ Մեր KGB-ի պետը հրապարակեց, որտեղ սովետական միության ժամանակ հավաքագրված գործակալ է, ռուսական KGB-ի գործակալ է։ Ստուկաչ, լրտես, թափ-թփուկ։ Ոնց որ ժամանակին եղել է Պետրոս Գետադարձը, որ դավաճանեց, Պետրոս Գետադարձը դավաճանեց անին հանձնեց սելջուկներին, վերջում սրբերի իրավանախորդներին, վերջում Պետրոս Գետադարձի սրբացրին, որպես դավաճանի։ Սուրբ է ինքը հիմա։ Հիմա այդ դավաճանները ինչ են ուզում, ում կողմից են ուղղորդվում։ Ուրեմն դավաճանները ջոգել են, որ այլևս ժողովուրդը իրաց չի ընդունում։ Ուրեմն ընտրություն հասկացողությամբ իրանք իշխանության չեն կարող գալ։ Ուրեմն ընտրություն հասկացությունը մոռացեք, իրանք պետք է գա անես մարտիկ, որ սայլագավառ ենք լինում, ռուսները պիտի նշան, Պուտինը պիտի նշանագի ստեղ նայողներ, այն Սերժի բառերով ասած, որ գան ստեղ ինչքան ուզեն այս ժողովրդի գլխի խփեն։ Ինչքան ուզեն այնքան խփեն, մինչև ժողովուրդը դառնա հավ, հենց հնազանդ հավ։ Եվ երբ որ սրանք ուզում են, որ իրաց նման մենք դառնանք, այս միտքը ինձ հուշեց մի գաղափար, ժամանակին Հրանտ Մատևոսյան շատ էի կարդում, ուզում եմ ես մեջ բերեմ, կարելի է, չէ, Հրանտ Մատևոսյանի գործերից մի հատված, աշխարհահռչակ, համաշխարհային գրականության գրող է Հրանտ Մատևոսյանը, որը վերաբերում է հենց սրանց։ Նա ինչ է ասում է, երբ հայրենիքիդ, երկրիդ, հողիդ, այլևս տեր ես, և քեզ խեղճ ու չնչին են կարծել, երբ իրենք գողեն ու բոզ, և նույնը քեզ են կարկադրել ու կերել կավատի իրենց ռեխին, ժամանակը ոչ թե մոդ է, այլ այսօր է, այսօր և այստեղ է շրջադարձը, լավ լսեք այս խոսքերս, հայ ժողովուրդ, տարածեք այդ խոսքերը, մի վախեցեք և աչքը հանեք վախեցնողների, այսօր և այստեղ է շրջադարձը հունիսի 7-ին է, դրա համար ասում եմ ժողովուրդ, այս բոլորը նայեք, ձեր աչքերը լայն բացեք, հետևություն արեք, որ այն Շիրազի խոսքերով ասած, բավ է հայեր, ծրված մնանք մատներից պես, բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի, պիտի բռունցքվենք և ոչ ասենք ես անազգան հայրենիք թափթփուկներին, լրտեսներին, 5-րդ Շարասյան ոչնչություններին, որտեղ նժդեն ճիշտ էր ասում, բոլոր ազգի հետ տականք ունեն, բայց մեր տականքը ուրիշ ձևի տականք է, սարսափելի է, մենք պետք է ժողովուրդը համախմբվի այս տականքներին մաքրի այս երկրից, եթե ուզում եք Թուրքիայում ինչքան թուրք մնացին, թրկացան, չէ, մոտ 7-10 միլիոն հայեր
թքություն են ընդունել, թուրք են դարել։ Դուք էլ գնացել եք Ռուսաստան 2 միլիոն։ Ուզում եք այլմաշկա դառնալ, գնացեք դարեք ռուս, Հայաստանը մոռացեք։ Շնորհակալություն։ Ազատ, դուք Շեչնեմ Հայաստանը։ դուք տարիներով կալանավորված եք եղել եւ շատ լավ եք պատկերացնում այն ռուս չեկիստի, ռուս վերտուխայի այս հոգեկերտվածքը, հա? Եվ երեք այդ հանդիպմանը, այդ արհամարանքը, հա, որ ուղղակի ասենց ամենաթափանցիկ ձևով ի հայտ էր գալիս, ինքը իրավաբան լինելով եւ հաստատապես բազմաթիվ իրավաբան կոնսուլտանտներ ունենալով եւ պատրաստվելով այս հանդիպմանը ու մանավանդ էլ իրան մտահոգող հարցով, թե ինչու, ասենք, ռուսական անձնագրերով մարդիկ չպետք է մասնակցեն Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ հավակնեն ինչ-որ բաների, այնուամենայնիվ բարձրաձայնում է այդ պահանջը։ Ըստ էության արհամարանք ցուցաբերելով մեր պետության, մեր սահմանադրության նկատմամբ եւ որ ստիպված էր արդեն բաց տեքստով մեջ բերել մեր սահմանադրությունը Հայաստանի վարչապետը։ Համաձայն։ Դա շատ հետաքրքիր է եւ ես ուզում, քանի որ սովետական միությունից խոսեցիք, սովետական միությունում կամ սովետական միության սահմանադրություն, երկավ հանրապետությունների սահմանադրություն։ Ու բայց սովետական միության սահմանադրության մեջ գրված էր, որ գերակա է սովետական միության սահմանադրությունը, եթե հակասություն է առաջանում, եթե անհամատեղելիություն է առաջանում, ուրեմն գործում է սովետական միության սահմանադրությունը։ Եվ օրենքներն էլ։ Այսինքն դա տարրական մետրոպոլիայի եւ ծայրագավառի հարաբերություններին օրենքով գրանցված։ Այսինքն եթե ոչինչ չունենանք սովետական միության դեմ, ոչ մի բան չկարողանաս ասել, մեն այդ սահմանադրությունների այդ դրույթը բավարար է, որ ասել դա մաքուր դասական առումով գաղութատիրական իմպերիա է եղել։ Հիմա քանի որ նրանք չեն մոռացել դա եւ հայտարարում են, այսպես ասած, նրանց հոնարարը այսօր հատկապես Հայաստանից հենց մեծամտությունն է։ Նրանք մեզանից առանձնապես բան չունեն ստանալու, նավթը, գազը, ձուկը, չգիտեմ ինչ ունեն, ինչ կարելի է, մեզանից ստանում են միայն աշխարհագրություն, աշխարհագրական դիրք, ուղերներ, նաև, այդ էլ կասեմ, բայց վերջում, որտեղ հիմա չեն տանում, որտեղ հիմա ուղեղ պետք չի, այս բանով անեմ, լուսանցքում ասեմ, որ ցավոք սրտի Ռուսաստանին ուղեղ պետք չի, դրա համար հայկականությունը այնտեղ այսօր պահանջված չի։ Ներողություն Ազատ ջան, Ֆյոդոր Տյուչևը ասել է, Ռոսիա умом не понять։ Другая стать там։ Ուրեմն հա, ես ուզում եմ վերադառնալ այդ իմ սիրած թեմային, ծայրագավառի եւ մետրոպոլիայի հարաբերություններին։ Այսինքն թվում է թե ես կարծում եմ որ մոտ 200 տարի Ռուսաստանը դոտացիա է տվել Հայաստանին։ Ժամանակին էլ ասենք Թավրիզներ տալիս։ Այո։ Հռոմն է տվել։ Մենք ուղարկել ենք մեր ուղեղը, ոնց որ դες ասում եւ մարդուժ, այո։ Այրուձի։ Ուղարկել ենք զինվորներ, ասենք ջոչմերը։ Այո։ Էպոսում մենք դա արձանագրել ենք։ Գնում ենք Կարվել Վարդան Մամիկը եւ այլն։ Ուրեմն հիմա պատկերացրեք, որ իրենց այդ հոնարարը իրենք նաև մեզ են մատուցում, որ իրենք ստանում են, դա տանում են, աշխարհին ցույց են տալիս, չափազանց կարևոր բան է հայկականության նկատմամբ եղած իրենց կարգավիճակը, որտեղ ի տարբերություն մյուս պետությունների, նախկին սովետական միությունում գոյություն ունեցող, դա ասենք Լեհաստանին ես հանում եմ։ Լեհաստանը առանձին կարգավիճակ է ունեցել, Վրաստանը, Լեհաստանը, Հայաստանը ունեցել են առանձին կարգավիճակ, հատուկ կարգավիճակ, պետական ժողովրդի կարգավիճակ։ Այսինքն չէր կարելի լիկվիդացնել հայկականությունը։ Ես քո ելույթից հետո լավ որ ես հաջորդականությամբ նստեցինք, երբ հաջորդ անգամ ասած նստենք, որովհետև օգտվում եմ քո գաղափարներից։ Ուրեմն ուղղակի 3 անգամ Ռուսական իմպերիան
տարբեր անուններով 3 անգամ մերժել եւ ոչնչացրել է հայկական պետությունը։ 3 անգամ։ Մեկը Armyanskaya oblast 1840 թիվ։ Այո։ Armyanskaya oblast-ը դա նախա սևագրություններ պետության։ Ռուսաստանը պարտավորվել էր եւ Վիեննայի այդ Սրբազան կոնգրեսում եւ դրանից առաջ ընդհանրապես հենց ռուսական իմպերիան հենց որ Իվան Սարսափելին Գրոզնի եղել, Սուրովի եղել։ Ուրեմն Իվան Գրոզին երբ որ հայտարարել որ ինքը ցարը, հա, ужасный, ճիշտ է, ужасный։ Այդ ужасный հենց որ ասեց որ մենք ժառանգում ենք նաեւ Ռոմի իրավունքները, իսկ Ռոմը Հայաստանը ճանաչում էր, Ռոմի իմպերատրի կոչման մեջ կար հայկական թագավորությունը, խաչակիրների մնացած կարգավիճակը Հայաստան։ Առաջինը դա որ իրենք պարտավորվել էին ապահովել հայկական պետության գոյությունը, հովանավորյալ պետության։ Ուրեմն հրաժարվեցին։ Երկրորդ անգամ 78 թվին, 1878 թվին, երբ որ ռոմանո-գերմանական ուժերը Ավստրո-Հունգարիան առաջարկեց գրավյալ տարածքներում Բուլղարիայում, Սերբիայում, Ռումինիայում եւ Հայաստանում, հենց այդպես էլ կոչվում է Հայաստանում, ստեղծել հայկական պետություն։ Գորչակովը, Լավրովի նախորդը, ասեց վետո, արգելք դրեց հարցի քննարկմանը նույնիսկ։ Այսինքն արևմուտքը Եվրոմիությունը այն ժամանակվա պարտված Թուրքիայի առաջ պայման դրեց հայկական պետություն գրավյալ տարածքներում Վարս, Ղան, Արդահանն էլ կար այդտեղ ստեղծել հայկական քարտեզը գծեցին ավստրո-հունգարացիները Ռուսաստանը երկու նախարար այդ Գորչակովը եւ Շուվալովը ասացին ոչ հայկական պետություն չպետք է գոյություն ունենա Վարդան ջան այս օգտագործինով իրոք երրորդ անգամ երրորդ անգամ Լենին Աթաթուրքը այո գոյություն ունեցող միջազգայինորեն ճանաչված ազգերի լիգայով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ վճռով անբեկանելի վճռով իդեպ ճանաչված հայկական պետությունը լիկվիդացրին, բայց թողեցին չկարողացան ամբողջությամբ լիկվիդացնել։ Թողեցին սովետական Հայաստանի 30,000 քառակուսի կիլոմետր։ Բայց իրացներ, ով մերը չէ։ Բան Արշակյան, մի լրացման եմ ձեր իրավացի դիտարկմանը, բայց մի հետևյալ տարբերությամբ, որ 1920 թվականին տեղի ունեցածը էապես ավելի հանդուգն էր, քան ձեր նշած նախորդ երկու դեպքերը, որտեղ խոսքը վերաբերում էր ռուսական կայսրության տարածքում բարենորոգումների կատարման եւ իր տարածքում որոշակի ուրեմն քաղաքական կարգավիճակ տրամադրելուն Հայաստանին, հայ ժողովրդին, որը կարող ենք դիտարկել միջազգային իրավունքի տեսանկյունից, անգամ այդ ժամանակ գոյություն ունեցող տվյալ պետության ներքին գործը, բայց այն ինչ արվեց 1920 թվականին, դա դասական օկուպացիա էր, այսինքն երբ խոսվում է այն մասին, որ այո 1920 թվականին թուրքական ուրեմն զենքի հարվածների ներքո ընկավ, դե այդպես է, չէ՞ մեր պատմությունը փորձում է այդ մասը սրբագրի, այսինքն 11-րդ բանակը ցույց է տրվում իբրև ազատարար, որը փրկեց կոտորածից հայ ժողովրդից։ Իրականում տեղի է ունեցել ռուս-թուրքական, ինչպես Շոյգուն կասել, հաջողված եւս մեկ օպերացիա, մեկ արևելքից, մեկ արևմուտքից, ուրեմն հարձակվեցին եւ ըստ էության օկուպացրեցին Հայաստանը, կիսեցին մի մասը օտարեցին, մյուս մասի վրա էլ պրոտոպետական միավոր ռուսահպատակ ստեղծեցին, նույն ինքը սովետական Հայաստանը, որը հետո դարձավ անդրֆեդերացիա, հետո ԽՍՀՄ-ի կազմում որպես միութենական հանրապետություն, բայց փաստացի մենք գործ ունենք ագրեսիայի իր բնույթով համանման, ինչ որ հիմա Ուկրաինայում է կատարվում, պարզապես իրավիճակը քաղաքական եւ գործիքակազմն էին այլ, բայց մեծ հաշվով Ռուսաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այստեղ մեր վախտը բերել է։ Ես պետք է ասեմ, որ այդ տեսեք այնց էքսկուրս այդ ճանապարհորդությունը պատմական, ես առաջին անգամ տեսա Հայաստանի Հանրապետության, հայկական պետությունը որպես գործընկեր Ռուսաստանի հետ, այսինքն քննարկվում էր հավասարը հավասարի հետ։ Ես մի օրինակ էլ բերեմ
1988 թվականի աղետից հետո Ռուսաստանի ներկայացուցիչը վարչապետը Միլիցիոների սովետի նախագահ Ռիժկովը եւ մեր Ֆադեյ Սարգսյանի խոսակցությունը նվաստացուցիչ անտանելի ուղղակի բղավում էր հայհոյում էր տեսախցիկների առաջ դա կա 88 թվականի երկրաշարժի ժամանակ Ֆադեյ Սարգսյանի հետ ոնց էր խոսում տերը ծառայի հետ այսօրվա հանդիպմանը մենք մեր հավաքույթի մեջ որոշակի պաթետիկ բան կա մենք տեսանք որ բան չեղավ ծնկի չեկավ հակադարձեց ընդհակառակը մեղադրեց մի քանի էպիզոդում ուղղակի մեղադրեց ռուսները տրոլինգ են ասում այսինքն ծաղրեց ասեց մեր մոտ օրինակ վերցրեք մեզանից մեր մոտ ազատությունը չափազանցություն է մեր մոտ չափազանց մեծ են ազատությունները մեզ դրանում քննադատում են երկրորդն ասեց որ դուք եք Արցախը հանձնել դուք եք հանձնել Արցախը Նագորնի Ղարաբաղը դու ես երկու անգամ իրար վրա երկու Մինչև Պրահան մինչև իմ խոսելը ասեց մենք ձեր ասածն ենք հաստատել փաստի առաջ ենք կանգնել դա հետաքրքիր չէ։ Ամենակարևորը եւ երևի թե նորմալին նաեւ ռուսական կողմի պահվածքում այն էր, որ այդ հանդիպումը կարծես թե ծառայեցվում էր Հայաստանի ընտրական գործընթացների վրա ազդելու համար, որտեղ այդ խոսույթը շարունակեք ես հոգեբանական խոսքը տալիս եմ ձեզ չէ, շարունակեմ եւ դա որ ասած դրածոների մեջ եմ ասում ասես քո դրածոներին տար պահի մենք դրածո չենք ուզում ասես ես այդտեղ մարդ եմ ուղարկել բան, չէ՞։ Դրածո եմ ուղարկել, գուբերնատոր եմ ուղարկել եւ այլ, ասես տար պահի դրան քեզ։ Մեր մոտ ինքը պետք է նստի։ Մեր մոտ մեր օրենքները, մեր ժողովուրդն է որոշում։ Մենք ես ասում որ կարգավիճակը փոխված էր։ Սա կարելի է համարել այդ 18 թվականից հետո։ Դե մենք հիմա երկաթուղի կհիշենք ավերլոկ ու ավելչուկ լոկով էլ իրանց մոտ վերջանում Կրավչուկ, ավերլոկ ով ուզում է լինի, բայց ասեց ես իմիջիալից հիմա չեմ էլ վախենում դա ինքնավնասարարություն է, եթե Ռուսաստանը փորձի մեծ տնտեսական պատժամիջոցների Կարակացնի մեր ապահարզանը լիարժեք չէ, ինքը մի ուրիշ գործընկեր ունի տեսեք այդ Սրբազան դաշինքը 1828 թվականին մեծ չպաշտպանեց, բավարարվեց Արմյանսկայա օբլաստով։ Բերլինի կոնֆերանսում կամ Սան Ստեֆանոյում մեզ տվեցին, ասեցին վերցրու, հայ ժողովուրդ վերցրու պետականությունը, ռուսները ասեցին ոչ, չէ՞։ Այսինքն մենք երրորդ կողմն ենք եղել, արևմուտքը, Ռուսաստանը եւ հայ ժողովուրդը։ Ես իմիջիալից հիշեցնեմ, այս քանի օրը համացանցում Վլասովի նկարներն են գնում եւ իր կենսագրությունից Ռոայի Ռուսская освободительная армия։ Ուրեմն 1916 թվականի աշնանը կայզերը, որի թորը ծնկաչոք մեզանից ներողություն խնդրեց իր ժողովրդի անունից կայզերի թորը, հրովարտակ ստորագրեց բոլոր գրավյալ տարածքներում Ռուսական իմպերիայի վերականգնվում են ազգային պետությունները, օրինակ Ֆինլանդիան, Լեհաստանը եւ Ուկրաինան։ Ժամանակավոր կառավարությունը երբ որ եկավ, այսինքն ցարից հետո 17 թվականին, երբ որ եկան դեմոկրատները, նրանք արդեն ժառանգություն ստացան, անկախ Ուկրաինան, գերմանացիները մտել ու հայտարարել էին, անկախ Լեհաստան եւ անկախ Ֆինլանդիան։ Ու ժամանակավոր կառավարությունը արդեն այդ նամակագրությունը կա, ես մեր տնից չեմ վերել էլ, իմ պապը չի պատմել, իմ պապը ստերակրվել և Զանգեզուրում, այդ էլ ասում չէ, հերտ չեն տալիս, սովորում եմ, ես քանի որ վլասովականներ հետ նստել եմ գուլագում, դրանով հպարտանում են ասում են, մենք ձեզ ազատություն ենք տվել, 44 թվականին Ռոան, այդ ֆաշիզմի հետ, նացիզմի հետ համագործակցող ռուսական բանակը
հայտարարեց 44 թվականին, ասեց հայ ժողովուրդ, հենց որ գրավենք թուրքերից խլում, տալիս ենք ձեր պետությունը։ Իմաց նժդեղը որտեղ է։ Ասեց որ գրավենք թուրքերից վերցնելու ենք հայկական պետությունը տալու ենք ձեզ, նույն Ուկրաինային բոլորին։ Հիմա տեսեք մենք ինչի առաջ են կանգնած։ Սրանք ապրում են 19-րդ դարում, որ չեկից ասեցիք, սա չեկից չի, սա ֆեոդալ է մաքուր ֆեոդալ է եւ բան է ուղարկում, դրածո է ուղարկում, այդ դրածո ասում եմ, ես մարդ եմ ուղարկում, անուն ազգանունը ձեր նման, ու ռուսերեն լավ չգիտի, կարծում եմ թե դրանով լավ բան է, եթե մեկը ռուսերեն լավ չգիտի, լավ չի խոսում ու ազգանունը Յանով է վերջանում, ասում եմ ուղարկում եմ, մենք դրա հետ կաշխատենք, մեր երկրի ղեկավարն էլ ասաց դրան պահեք ձեզ։